Բարի օր, ես Արսեն Գասպարյանն եմ, 25 թվականի սեպտեմբեր ամսին առավոտ օրաթերթում լույս տեսավ Հայաստանի Քրիստոնեական Հանրապետություն հայոց պետականության զարգացման այլընտրանքային մոդել հոդվածը։ Քաղաքացիների բազմաթիվ խնդրանքներով մենք այսօր կազմակերպել ենք հանրային քննարկումներ և թույլ տվեք ներկայացնեմ քննարկումների մասնակիցներին Արամ Աբրահամյան, Առավոտ օրաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր, արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Միրզոյան, Արցախի նախկին արտաքին գործերի նախարար և Էքսօրիենտե Հայաստանի արևելագետների միության հիմնադիր անդամ և Աբրահամ Գասպարյան, Genesis Armenia կենտրոնի և հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու։ Մինչև անցնեմ իմ հարցերը, շատ հակիրճ կուզենայի ներկայացնել հոդվածի հիմնական գաղափարը, որը նշում էր, որ Հայաստանում նոր քաղաքական մտքի կարիք կա, այլընտրանքային մոդելների զարգացման քննարկում և հոդվածի երկու հիմնական հենասյուները հայ առաքելական եկեղեցին է և հայկական սփյուռքը։ Մինչև անցնել քննարկումների մանրամասներին, ես կուզենայի առաջի հարցը ուղղել քննարկման մասնակիցներին կապված քաղաքական օրակարգի հետ, որովհետև այս պահին հաշվի առնելով նաև, որ հունիս ամսին Հայաստանում ընտրություններ են կայանալու և ընդդիմադիր դաշտը այս պահին քաղաքական օրակարգ չունի։ Եվ կարծում եմ առաջի հարցը, քանի որ հոդվածը այդ այլընտրանքային մոդելը վերաբերում էր քաղաքական օրակարգին, առաջին հարցս վերաբերում է օրակարգին, ինչ եք կարծում, ձեզանից սկսենք, պարոն Գասպարյան, ինչ եք կարծում, կա արդյոք այդ քաղաքական օրակարգի անհրաժեշտությունը այսօր։ Շնորհակալություն, նախ ես հոդվածին ամբողջությամբ ծանոթ եմ և բավական հետաքրքիր դիտարկումներ կան այդտեղ ընդհանուր քրիստոնեական աշխարհում տեղի ունեցող էվոլյուցիոն փոփոխությունների համատեքստում, եթե փորձենք դիտարկել։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես Հայաստանի թիվ 1 օրակարգը վերջին 5 տարվա, 6 տարվա ընթացքում ընդհանրապես հետպատերազմյան Հայաստանի անվտանգությունն է։ Անվտանգությունը իր խորքային, բովանդակային և լայն ընկալմամբ, լայն շերտերով, որի մեջ բնականաբար մտնում է նաև հոգևոր մշակութային քաղաքակրթական անվտանգության խնդիրը և այս համատեքստում կարծում եմ պետք է դիտարկել ընդհանրապես Հայաստանում որևէ օրակարգ ձևավորելու առաջնահերթությունը։ Կրոնական որպեսզի մեր հայրենակիցների մոտ, մեր հեռուստադիտողների մոտ նաև տպավորություն չստեղծվի, որ մենք երբ խոսում ենք կրոնական անվտանգության կամ որևէ օրակարգի մասին, որը այս կամ այն կերպ առնչվում է մարդկանց կրոնական համոզմունքներին, ուրեմն նշանակում է, որ մենք գնում ենք սահուն դեպի թեոկրատական պետություն, հստակ տարանջատում պետք է կատարել։ Կարծում եմ, որ առաջնահերթ մենք պիտի դիտարկենք հայ ժողովրդի գոյաբանական մարտահրավերների համատեքստում ազգային կրոնի, ազգային եկեղեցու դերի վերարժևորման, վերաիմաստավորման գլխավոր մարտահրավերը, որ կա։ Այս համատեքստում արդյոք որևէ քաղաքական ուժ կամ ընդդիմությունը առհասարակ կվերցնի այս գաղափարը, կբերի օրակարգ, կդարձնի լոկոմոտիվ և պրոցեդուրալ առումով, դա արդյոք կունենա հաջողություն, արդյոք մենք որպես ինստիտուտներ, ազգային ինստիտուտներ և պետական ինստիտուտներ պատրաստ ենք այդ գաղափարը կլանելու, մարսելու, ճիշտ ձևով ներկայացնելու, մատուցելու և արդյոք պետությունը ունի ռեսուրս և ժողովուրդը ունի ռեսուրս այդ ամբողջը պահելու, դիմակայելու, հարցի մյուս կողմն է, կարծում եմ բավական երկար ճանապարհ պիտի անցնենք մենք, բայց ընդհանուր առմամբ ասեմ ձեզ, իմ մոտեցումն այն է, որ ազգային հոգևոր դաշտին առնչվող և մարտահրավերները, և հարվածները, որը այդ հոգևոր դաշտի գլխավոր ինստիտուտը եկեղեցին այսօր դիմակայում է և դիմակայում է շատ տղամարդավայել, շատ դժվարություններով, բայց տղամարդավայել,
ես կարծում եմ, որ ունենալու է հաջողություն տրամաբանական ավարտ անկախ փաստից ինչ հարվածների է ենթարկվում եւ ինչ աջակցություն ունի այս հակաեկեղեցական նարատիվը Հայաստանում։ Ընդդիմությունը կօգնի եկեղեցուն, մենք տեսնում ենք, որ օգնում է անկախ ամեն ինչից, որովհետեւ դաշտում բարիկադների բաժանված դաշտում կարելի է ասել, մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը ասում է ներկա, ինքը իր հավատարիմ ընտրազանգվածով եւ քրիստոնեական լայն շրջանակների ազգային եկեղեցու կողմնակիցների միջոցով կարողանում է դարպասների մոտ կանգնել եւ չթողել, որ եկեղեցու նկատմամբ այդ սրբապղծությունը որտեղ է ունենում, ամենայն դեպս տեղի ունենա հաջողության։ Սա կոնցեպտուալ առումով կիրականացվի թե ոչ եւ դոկտրինալ մակարդակի կբարձրացվի թե ոչ, դեռ վաղ է կարծում եմ խոսել այդ մասին, բայց որ նշաններ կան, որ adekvat արձագանքում են եկեղեցու ինստիտուտի պահպանման եւ ազգային հոգեվոր արժեքների պահպանման հարցում ես տեսնում եմ այդ ամբողջը։ Անդիմությունը ունի քաղաքական օրակարգ թե չէ, հա, դա էր հարցը։ Ես կարծում եմ, որ չունի, բայց ես հասկանում եմ, թե ինչու չունի։ Ես կարծում եմ, որ խնդիրն այն է, որ առօրյա, ամենօրյա պրակտիկ գործողությունները, այսինքն իշխանությունը ինչ-որ մի բան է ասում, անդիմությունը պատասխանում է, իշխանությունը ինչ-որ մի բան է ձեռնարկում, նույն եկեղեցու դեմ, անդիմությունը պատասխանում է, այսինքն այս ռեակցիայի, ռեակտիվ, ոչ պրոակտիվ գործողությունները ամբողջ պոտենցիալը անդիմության ուղղում են դրան եւ ավելի պրակտիկ գործողությունների, այսինքն իրենց էլեկտորատը հավաքելու, իսկ էլեկտորատը հավաքելը այսինքն եթե դու սկսես խոսել զուտ գաղափարական քաղաքական խնդիրների մասին, ապա էլեկտորատի մեծ մասը համենայն դեպս չի հասկանա։ Դուք ձեր հոդվածում գրում եք, որ 5 կուսակցություն պետք է լինի, լիբերալ, պահպանողական եւ 3 ավանդական, հա, շատ լավ կլիներ, բայց պետք է լինի ավելի խաղաղ իրավիճակ, հա, այսինքն եթե պատերազմ բառը ես ճակերտների մեջ եմ գնում, եթե գնում է անընդհատ ներքին պատերազմ, որը հրահրում է բնականաբար իշխանությունը, խոսել ինչ-որ գաղափարական բաների մասին պետք է, բայց շատ դժվար է։ Եվ հենց այդ պատճառով էլ անդիմության օրակարգը չի ձևավորվում եւ այս ձեր հոդվածը մտավոր, ինտելեկտուալ շրջանակներում քննարկվում է, հա, եւ դուք կամեստորեն չասեցիք, որ քննարկվում է, բայց քննարկվում է, հա, այդ շրջանակներում, բայց ես չեմ լսել, որ քաղաքական ուժերը դա քննարկեն։ Գուցե ասեն վատ է, բայց ընդհանրապես չեն քննարկում, որտեղ նրանք զբաղված են այլ ավելի մարտավարական գործերով։ Պարոն Միրզոյան։ Գիտեք, ես շատ հետաքրքիր կարծիքներ հնչեցին, ես կնախընտրեի այդ քաղաքական օրակարգի հարցը մի փոքր տարանջատել առաջիկա ընտրությունների խնդրից, հա, եւ դիտարկել ավելի լայն համատեքստում։ Կարծում եմ, որ այսօր ընդհանրապես հարց կա, որն է մեր բոլորիս քաղաքական օրակարգը։ Հա, դաշտում մենք ունենք որոշակի կարծրատիպեր, որոշակի նարատիվներ, որոնք ավանդաբար սերնդեսերունդ փոխանցվում են, ամենատարածվածը դա բանն է, հա, ասենք թե արևմտամետների եւ այսպես ասած ռուսամետների այդ ընդհարումն է, այսինքն որը դժբախտություն է։ Չէ, որը գիտեք արտաքին գրավչության առումով, այսինքն շատ հեշտ է դրա հիման վրա վերլուծություններ անել, եզրակացություններ անել, բայց այն բացարձակապես չի արտահայտում իրականությունը, որտեղ մեր քաղաքական ներքնապնակը իմ դիտարկումներով ավելի հարուստ է, ավելի շատ էլեմենտներ է իր մեջ ներառում։ Եվ այստեղ խոսքը իրոք գնում է նրա մասին, որ անհրաժեշտ է ինչ-որ նոր էլեմենտներ դնել շրջանառության մեջ։ Պարոն Աբրահամյանը նշեց, որ այս հոդվածը դարձել է որոշակի քննարկումների առարկա, իրոք այդպես է։ Համենայն դեպս ես էլ ականատես եմ, որ սոցցանցերում բավական աշխույժ քննարկում է գնացել եւ գնում է։ Անկախ նրանից, թե մեջ այս գաղափարի էլեմենտները, տարրերը ընդունելի են, թե ընդունելի չեն, սակայն դա ինչ-որ հնարավորություն է իրոք անկեղծ եւ մանրամասն զրույց ծավալելու մեր ազգային խնդիրների եւ մեր ազգային նպատակների շուրջ։ Ես կարծում եմ այս հարցին պետք է մոտենալ հենց այդ տեսակետից։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ ընտրությունները
ընդհանրապես դա այլընտրանքների մրցակցություն է։ Սա մեկ, երկրորդը իշխանությունը ունի քաղաքական օրակարգ, 4-րդ հանրապետություն եւ նոր սահմանադրություն, դա քաղաքական օրակարգ է։ Ինչ է կարող Հայաստանի ընդդիմությունը բերել, քանի որ միայն բողոքով, դժգոհությամբ տեղ չես հասնի եւ պարզապես մերժելով ներկան։ Հետևաբար հաշվի առնելով այդ այլընտրանքների մրցակցությունը, կարծում եմ, որ կլինի դա մի քանի ընդդիմադիր ուժերի առանձին օրակարգներ, թե քանի որ դա կարող է լինել մրցակցություն, թե ընդհանուր առմամբ ընդդիմությունը կարող է մեկ քաղաքական օրակարգով հանդես գալ, քանի որ այսօր վտանգված են եւ հայ առաքելական եկեղեցին եւ Սփյուռքի հետ մեր կապերը, հետեւաբար հոդվածի հիմնական երկու հենասյուները եկեղեցին են եւ Սփյուռքը։ Հիմա բուն հոդվածին անցնեմ, ես առաջի հարցս ուզում եմ մեր սահմանադրությունից 18-րդ հոդվածը ճանաչում է հայ առաքելական եկեղեցին որպես ազգային եկեղեցի, այո, եւ ազգային եկեղեցի իր բացառիկ առաքելությամբ հայ ժողովրդի հոգեվոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Հոդվածը առաջարկում է հայ առաքելական եկեղեցին հռչակել որպես պետական եկեղեցի։ Ես մի փոքր տարբերությունը պետական եւ ազգային եկեղեցու ասեմ եւ խնդրեմ ձեր մեկնաբանությունները։ Պետական կրոնը սահմանում է եկեղեցու եւ պետության միջև ինստիտուցիոնալ հարաբերություններ։ Ազգային կրոնը սահմանում է կրոնի եւ ազգի միջև քաղաքակրթական եւ ինքնության հարաբերություններ։ Սա է հիմնական տարբերությունը։ Այսինքն այսօր մեր պետությունը եւ հայ առաքելական եկեղեցին չունեն ինստիտուցիոնալ հարաբերություններ։ Հարաբերությունները հիմնականում կրոնի եւ ազգի միջև են, հաշվի առնելով քաղաքակրթական եւ ինքնության հարաբերությունները, եւ հայ առաքելական եկեղեցին չի դիտարկվում այսօր որպես հանրային ինստիտուտ։ Սա է գրեթե տարբերությունը ազգային ու պետական եկեղեցու եւ փորձեր շատ կան, աշխարհում շատ երկրներ եւ ես իմ հոդվածում հատուկ օրինակներ եմ բերել Արևմտյան Եվրոպայից եւ Եվրոպական միությունից, որովհետեւ շատ քաղաքացիների մոտ հարց է առաջանում, թե երբ որ եկեղեցին դառնում է պետական, արդյոք դու գնում ես դեպի թեոկրատիա, թե ոչ։ Ընդհանուր առմամբ պետությունները ես կբաժանեի 4 մական աշխարհիկ պետություններ, որոնք օրինակ Ֆրանսիան, Մեքսիկան, Ճապոնիան, դրանք խիստ աշխարհիկ պետություններ են։ Թեոկրատիաները պարզ են Իրանը, Վատիկանը, Սաուդյան Արաբիան եւ այլն, եւ կան պետություններ, որոնք եկեղեցին պետական կրոն են հռչակում, եւ պետություններ, որտեղ եկեղեցին հաստատված ինստիտուտ է, ինչպես օրինակ Հունաստանը, որտեղ գերիշխող դեր ունի հույն ուղղափառ եկեղեցին։ Հետևաբար տարբերությունը եւ բացարձակապես խնդիր չէ, այսինքն կրոնի ազատությունը այս պետություններում։ Այն օրինակները, որը ես հոդվածում բերում եմ Դանիան, Իսլանդիան, Կոստարիկան, Մալթան, բոլորը Նորվեգիան, որը մինչև 2012 թիվը պետական էր կրոնը, հետո փոխեցին սահմանադրությունը, բայց այդ լութերանական եկեղեցու գերիշխող դիրքը միևնույն է մնաց։ Այս պետություններում խոսքի եւ մամուլի ազատությունը ոչ թե խնդիր չունի, նրանք ամենաբարձրն են երևի համաշխարհային ինդեքսում առաջատար դերերում են եւ չկա որևէ սահմանափակում կրոնների միջև։ Ձեզանից սկսենք, պարոն Գասպարյան, հա, երևի ինչ եք կարծում, որովհետև առաջարկը շատ հստակ է, որովհետև եթե հայ առաքելական եկեղեցին լիներ պետական եկեղեցի եւ կրոնը պետական, այս հակամարտությունը, որ այսօր ունենք, կառավարության եւ եկեղեցու միջև, դա երբեք տեղի չէր ունենա։ Մենք հավանաբար խոսում ենք նաեւ այն մասին, թե ինչպես պետք է կարողանանք աստիճանակարգել եւ ընդհանրապես հարաբերությունները մոդելավորել եկեղեցու եւ պետության։ Կոնֆեսիոնալ եկեղեցիների եւ ընդհանրապես այդ վիճակի մասին դուք նաեւ ձեր հոդվածում անդրադառնում եք այդ բաժանումը, որ կատարում եք ի վերջո, այստեղ ես կարծում եմ մի փոքր հստակեցում պետք է մտցնել, թե եթե արդյոք ազգային եկեղեցին պետական եկեղեցի է դառնում, դրանց ինչ է փոխվում շարքային քրիստոնեայի, հայ քրիստոնեայի կյանքում, հա, եթե փորձենք այսպես ձևակերպել։
ինչը ոչ դավանաբանական է, հա, ոչ կոնֆեսիոնալ է։ Թեոկրատական պետություններ, կամ պետություններ, որտեղ եկեղեցին տարբեր բնութագրումներով է, հա, սահմանադրության կամ մայր օրենքում հիշատակվում, մեր դեպքում պատմազգային նշանակություն ունի, ազգային եկեղեցի է։ Հունաստանը նշեցիք, վրաց ուղղափառ եկեղեցին դարձյալ իրենց սահմանադրությամբ հատուկ կարգավիճակ է, հա, տրվում։ Եվ կան եւս երկու տեսակ եկեղեցիներ, օրինակ բրիտանական եկեղեցին, որտեղ պետական կրոն է, այո, այդտեղ չի խոսվում այն մասին, որ եկեղեցին պետականը, բայց հիմքում է եկեղեցին, եւ կարգավորվում է պետության հետ հարաբերությունների համատեքստում, հա, օրենքներ եւ այլն։ Ինչու հայ ժողովրդի դեպքում ստացվեց, որ մեր եկեղեցին պատմազգային նշանակություն ունի, որովհետեւ պետականության կորուստ է եղել։ Պետականության կորստի պայմաններում մենք ուրիշ տարբերակ չունեինք։ Եվ հիմա վերականգնելով պետությունը, բայց եւ ամբողջությամբ եկեղեցու լիազորությունները սահմանափակել պետական կարգով, ես կարծում եմ այդտեղ կան ռիսկեր, որոնք պետք է հաշվարկվեն։ Ամենայն դեպս 91 թվականին անկախության վերականգնմանը զուգընթաց մենք ունենք ավելի բարենպաստ պայմաններ այդ խնդիրների լուծում տալու, անձերից սկսած մինչև եկեղեցու համակարգ, ցանցային համակարգը հայկական, բայց մենք չգնացինք այդ քայլին։ Եվ 95 թվականի սահմանադրությամբ ընդհանրապես ամրագրվեց պետություն եկեղեցի հարաբերությունների ինչ որ մի մոդել, որը մինչև օրս գործում է։ Հիմա եթե մենք կանգնենք եւ ասենք, գիտեք ինչ, եկեղեցին ազգային դաշտից պետք է տեղափոխել, հա, սփյուռք ունեցող, ցանցեր ունեցող ազգի դեպքում տեղափոխել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքների դաշտ, ես այդտեղ բազմաթիվ ռիսկեր եմ տեսնում, որովհետեւ ես որևէ երաշխիք չունեմ, որ Հայաստանը կգա որևէ իշխանություն եւ կասի դիցուք մենք այսօրվանից դավանում ենք բուդդիզմը կամ չգիտեմ ինչի, եկեղեցին թող տեսնի ինչ է, իր գլխի ճարի ինչպես է տեսնում։ Եկեղեցին ի տարբերություն պետության ունի մեկ շատ կարևոր առանձնահատկություն, ինքը աշխատում է ազգի բոլոր շերտերի հետ։ Ցանցային գաղտնիքը աշխատանքի եկեղեցու հենց այդտեղ է։ Յուրաքանչյուր թեկուզ սփյուռքում, յուրաքանչյուր քաղաքում, յուրաքանչյուր, չգիտեմ, մարզում, ինքը անպայման իր ցանցի միջոցով կարողանում է մուտք գործել։ Հետո չմոռանանք եկեղեցին ընդհանրապես, լինի Վատիկանը, լինի հայ առաքելական եկեղեցին, թե լինի հունաց ուղղափառ եկեղեցին, տիեզերական եկեղեցին, իրենք ամենամեծ հետախուզական կառույցներն են ինֆորմացիոն առումով։ Ինֆորմացիայի արխիվի մեծ հաշվով 1700 տարվա մասին ենք մենք խոսում։ Այսինքն քո ժողովրդին պատած բոլոր խնդիրների, բոլոր խնդիրների մասին ամենամեծ ինֆորմացիոն պաշարը հենց այդտեղ է գտնվում, ճիշտ այնպես ինչպես 1.5 միլիարդ քրիստոնյաների, կաթոլիկների դեպքում Վատիկանը, հա։ Այդտեղ չկա որևէ խնդիր, որ ինքը սխոլաստիկ առումով, դավանաբանական առումով, պրոցեդուրալ առումով դրանց պատասխանը չունենա։ Նույնն էլ հայ եկեղեցու դեպքում է, իսկ հայկական պետությունը ունի այդ բոլոր հարցերի պատասխանը, հարց չունի, բնականաբար չունի։ Ուստի եւ այստեղ եթե մենք խոսում ենք հարաբերությունների ֆորմալիզացման մասին եւ հստակեցման, որ գիտես ինչ, քո խնդիրը սա է, դու պետք է այս հարցերով զբաղվես կամ դու չպետք է մոմ բերես օրինակ կամ մոմ եթե բերում ես պետք է հարկվի, սա պետք է դա լրիվ ուրիշ հարց է, բայց գաղափարական առումով եւ սխոլաստիկ առումով ես այդտեղ լուրջ խնդիրներ եմ տեսնում այս պահի դրությամբ։ Նա տեսեք մեր հարգարժան զրուցակիցները շատ դիպուկ նշեցին, որ այսօրվա քաղաքական օրակարգի համատեքստում այս խնդիրները նախ քաղաքական ուժերին հետաքրքիր չեն, ընդունենք։ Իրենք այս թեմաները ֆանտաստիկ թեմաներ են, երբ որ մենք կունենանք խաղաղաշինության այնպիսի process, որ ժամանակի պրոֆիցիտով մենք կարողանանք այս խնդիրներով զբաղվել, իհարկե։
չի կարող հասնել։ Իդեպ ասեմ, ձեզ անցած մինչև այս իշխանությունները այնպես չէր, որ եկեղեցի պետություն հարաբերությունները փայլում էին, բայց այսուհանդերձ շատ բազմաթիվ աշխատանքներ, որտեղ պետությունը հարցերը չէր կարողանում լուծել, դիցուկ օրինակ հայ դասագրքերի, հայոց լեզվի դասագրքերի խնդիրը կամ հայոց պատմության դասագրքերի խնդիրը, Վրաստանի հետ հարաբերություններում բազմաթիվ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չէր կարողանում լուծել, այնինչ հայ եկեղեցին կարողանում էր իր ճկուն դիվանագիտությամբ եւ կոնսերվատիվ պահպանողական մոտեցումներով ինչ-ինչ հարցեր լուծել եւ ոչ միայն մեր տարածաշրջանում, նաեւ այլ երկրներում։ Ես մի օրինակ եմ ուզում պարզապես բերել մեր նվիրապետական երկրորդ գլխավոր աթոռի, Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսության, ոչ մի պետություն Հայաստանի Հանրապետությունից սկսած հայ ժողովրդի սփյուռքի մեր զավակների, մեր եղբայրների, քույրերի անվտանգություն մերձավոր արևելքում չի կարողացել պահել, եռացող մերձավոր արևելքում եւ միայն Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսության ակտիվ միջամտությամբ եւ դիվանագիտական կապերի միջոցով մենք այսօր դեռ պատերազմների մեջ գտնվող այդ տարածաշրջանում պահում հայկական տարը, մեր գույքը, մեր ինչքը, մեր եկեղեցական կալվածները։ Ես կարծում եմ, որ այս խնդիրը ամփոփեմ ձեր հարցը, այո, քաղաքական օրակարգում չկա, վստահ եմ լինելու է ինչ որ մի օր։ Ու եթե բաժանենք մինչև 2026 թվականի հունիսի 8-ը եւ դրանից հետո, կարծում եմ գլխավոր մարտահրավերներից մեկը նաեւ այս իշխանություններին հրաժեշտ տալուց հետո հայկական պետության համար լինելու է այս խնդիրը, բայց հետեւյալ ձևակերպմամբ։ Պետությունը ինչպես կարող է նպաստել եկեղեցու դերի ավելացմանը եւ եկեղեցական դիվանագիտության միջոցով հայ ժողովրդի գոյութենական խնդիրները կամ մարտահրավերները լուծելու հարցում պետությունը ինչպես կարող է նպաստել եւ ոչ թե ակնկալել, որ եկեղեցու դերը պետք է սահմանափակել, կամ օրինակ անգլիկան եկեղեցին ինչպես է, պետական կրոն է, այո, բայց այդտեղ թագավորը եւ թագավորի կինն են ի վերջո որոշում, թե ինչ ուղղորդմամբ պետք է լինի ընդհանրապես։ Կարծում եմ մենք այդ մոդելին կամ նույն գերմանական մոդելին հասնելու կամ այդ մոդելը կիրառելու համար բավական լուրջ ճանապարհ պիտի անցնենք եւ պետականության փորձ պիտի կուտակենք դեռևս, որովհետեւ մենք պատրաստ չենք, եկեք ընդունեք, որ հայ առաքելական եկեղեցու դեմ այս արշավանքը որտեղի է ունենում, մենք որպես ժողովուրդ էլ պատրաստ չէինք սրան, որովհետեւ որևէ մեկի մտքով չէր անցնի, որ Հայաստանը կունենա մի իշխանություն, որ բոլոր սրբությունները, այսպես տրորելով անցավ, կհասնի եկեղեցի եւ մենք երբևէ 7-րդ երազում կպատկերացնենք, որ պետական պաշտոնյաները կամ մարզպետ կլինի, չգիտեմ ինչ կլինի, ուժային կառույցի ներկայացուցիչ կլինի, կմոտենա էջմիածնի մայր տաճարի դռանը եւ կփորձի ներխուժել։ Մենք սրան պատրաստ չէինք եւ կարծում եմ այս համատեքստում պատրաստ չենք նաեւ գնալու այնպիսի ռիսկային քայլերի, որոնք կվտանգեն ընդհանրապես եկեղեցու հեղինակություն նաեւ մեր ժողովրդի շրջանում։ Պարոն Աբրամյան։ Ես ավելի տես պրակտիկ եմ, պատկերացնում, ուզում եմ տեսնեմ ինչի կվերածվի ձեր առաջարկը, օրինակ, 10 եպիսկոպոս լինի խորհրդարանի անդամ, որ 10 կներեք մի ճշգրտում, կարծեմ 10 էր գրված 13 պետք է լինի։ 13 բացատրեմ ինչի, որտեվ եթե չեմ սխալվում, հայ առաքելական եկեղեցին ունի 13 թեմ Հայաստանում, ներառյալ Արցախի թեմը։ Իմ գաղափարն էլ, որ բոլոր թեմերի առաջնորդները լինեին խորհրդարանում։ Սահմանադրական կարգով, ոչ թե ընտրությամբ, դա այսինքն պետական եկեղեցի հռչակելու էլեմենտներից մեկն է։ Բացարձակապես չսահմանափակելով կրոնի եւ խղճի ազատությունը Հայաստանում։ 13 ենթադրենք ձեր առաջարկը ընդունում է, մտցվում է սահմանադրության մեջ, 13 եպիսկոպոս դառնում են խորհրդարանի։ Որ 13, որոնք իշխանության գրպանում են։ Մենք արդեն գիտենք, որ կարող են եպիսկոպոսները լինեն իշխանության գրպանում։ Եւ այդ դեպքում եկեղեցու մասնակցությունը, եկեղեցու դերը որևէ նշանակություն չի ունի։ Այսինքն պրակտիկան, իրավակիրառական պրակտիկան եւ այն օրենքները, որոնք պետք է ընդունվեն, թեկուզ այս 26 թվականը մի կողմ դրած, դրանք պետք է
համեմատելի լինեն, հա, ճիշտ նույն ձևով մեկ այլ օրինակով, չնայած դա եկեղեցու հետ կապ չունի, դուք ասում եք, պետք է լինի 60% իրավաբան խորհրդարանի անդամ։ Ասում եք, չէ՞։ Ինչ իրավաբան։ Որովհետև մենք գիտենք իրավաբաններ, օրինակ նույն իշխող կուսակցության իրավական կրթություն ստացած աղջիկ պատգամավորը ասում է, որ դատարանը իրավունք ունի որոշելու, թե ում է կաթողիկոսը նշանակում թեմի առաջնորդ եւ ում չի նշանակում։ Այսինքն այդ պատգամավորի իրավական գիտելիքները ավելի տկար են, հա, քան միջին իրավական գիտելիքները, այսինքն նախ պետք է լինի մթնոլորտ եւ չգրված օրենքներ։ Մենք Վրաստանի մասին խոսել ենք, հա, տեսեք, իմ գործընկերները, որոնք լիբերալ են, լրագրողները, հա, որոնց հետ շփվում եմ, վրացի, շփվում էի։ Նրանք երբ որ տեսնում են Իլիա II-ի նկարը, նրանք խաչականգվում են։ Այսինքն նրանք բոլոր դեպքերում ունեն մեծ պատկառանք եկեղեցու եւ նրա լիդերի նկատմամբ, որը մեր մոտ չկար, ոչ միայն այս 18 թվականից հետո, այլ ընդհանրապես չկար։ Սովետի իմ ապրած տարիներին չկար, անկախ Հայաստանում չկար, հիմա էլ չկա։ Այսինքն ինստիտուցիոնալ բաները պետք է ելնեն, իմ կարծիքով դրանք պետք է ելնեն նաև այն պրակտիկ մթնոլորտից, որը գոյություն ունի։ Նորվեգիան հրաշալի օրինակ է, հա, եւ լութերականությունը ընդհանրապես, հա, դա առանձին թեմա է, հիմա չխորանանք։ Նորվեգիան ամենաժողովրդավարական, կոռուպցիայից զուրկ եւ ամենալավ բաներ ունեցող երկիրն է, որտեղ կա այդ մեղմ, հա, դավանաբանական մոդելը, հա, բայց ինչի շնորհիվ է դա հնարավոր կիրառել, ինչ հասունության, ինչ իրավագիտակցության է հասել Նորվեգիան, ասենք 20-րդ դարում, դա պետք է հաշվի առնել պարզապես։ Պարոն Միրզոյան։ Գիտեք, շատ դժվար է մանրամասն մեկնաբանությունից հետո ասել որևէ նոր բան, ես ուղղակի իմ կարծիքը կցանկանայի հայտնել, որ դուք նշեցիք, որ եթե ընդունվի համապատասխան, հա, օրենսդրական կարգավորում, դա թույլ կտա խուսափել այսօրվա իրավիճակների կրկնումից, ճիշտն ասած մի սկեպտիցիզմով եմ դրան վերաբերում, այնպես չէ, որ այսօրվա իշխանությունները այն ինչ որ կատարում են, հա, այսօրվա իշխանությունների եկեղեցու նկատմամբ, այդ վակխանալ է, հա, ուրիշ բառեր չեմ գտնում, անում են խիստ համապատասխան օրենքի տառին եւ ոգուն։ Հակառակը, ամեն ինչ արվում է օրենքի կոպտագույն խախտումներով, պարոն Աբրամյանի հիշատակած օրինակը, երբ որ պնդում են, որ դատարանը իրավասու է միջամտել եկեղեցու խնդիրներին, բազմաթիվ այլ ավելի աղաղակող օրինակներ կան։ Գիտեք, օրենսդրական ցանկացած կարգավորում չի կարող լինել յուրատեսակ ունիվերսալ դեղամիջոց։ Այստեղ պետք է խոսել խորքային ինչ-որ որոշումների մասին։ Իրոք մենք այսօր խնդիր ունենք իմ գնահատականով եկեղեցու հեղինակության ամրապնդման, հա, եկեղեցու որպես հայ ժողովրդի ամենահեղինակավոր ինստիտուտի այդ դերակատարության ուժեղացման առումով։ Ցավոք սրտի մեր եկեղեցին իրոք ունի որոշակի խնդիրներ, օբյեկտիվ պատճառներով, եկեք չմոռանանք, որ միայն անցած դարի ընթացքում եկեղեցին անցավ բազմաթիվ փորձություններով, իսկ եթե մի փոքր ավելի ընդարձակենք, հա, ժամանակագրական սահմանները, ապա հիշեք 19-րդ դարի կեսերից հայոց եկեղեցին անընդհատ առերեսվում է հետապնդումների, փորձությունների, գույքի բռնագանձում, բազմաթիվ հետապնդումներ Սարական Ռուսաստանի օրոք։ Խորհրդային միության շրջանում այդ հետապնդումները, որոնց գագաթնակետն էր կաթողիկոսի սպանությունը, հա, հատուկ ծառայությունների կողմից։ Հա, եկեղեցին, բայց եկեղեցին յուրատեսակ փյունիկի պես ամեն անգամ կարողացել է վեր հառնել այդ մոխիրներից, շարունակել իր ուղին, սակայն դրա հետ մեկտեղ իմ գնահատականով այդ գործընթացը հանգեցրել է նաև նրան, որ եկեղեցին փորձել է իր դիմադրողականությունը պահպանել ավանդական ճանապարհով, հա, եւ այսօր իրոք ժամանակները փոխվում են,
փոխվում է հասարակությունը, փոխվում է նույն եկեղեցու, այդ հավատավոր զավակների որակը, թիվը, այդ ամենը եկեղեցու առջև նոր մարտահրավերներ է բերում։ Հիմա, երբ որ մենք խոսում ենք եկեղեցուն հատուկ այդ կարգավիճակը բարձրացնելու մասին, արդյոք եկեղեցին այսօրվա դրությամբ, այսօրվա իրավիճակով պատրաստ ենք այդ առաքելությանը, որտեղ մենք կարող ենք գրել շատ լավ օրենքներ, շատ լավ գաղափարներ, բայց արդյոք եկեղեցին պատրաստ է, խոսքը ոչ թե նրա մասին է, որ ես գնահատում եմ մեր հոգևոր հայրերի վեհապար տիրոջ կարողությունները, բայց եկեղեցին դա մի ինստիտուտ է, մարմին է, որը պետք է որոշակի զարգացում ապրի եւ հասնի այդ մակարդակի, որ կարողանա նաեւ ստանձնի այդ առաքելությունը։ Եվ նայեք, այսօրվա այդ հետապնդումների, այսօրվա այդ զարուրելի երևույթների պատճառներից մեկն էլ հենց նա է, որ իշխանությունները փորձում են այդ պատրանքը, որ եկեղեցին պետք է ինչ-որ վերափոխվի եւ այլն, օգտագործեն իրենց նպատակներով։ Մեր եկեղեցին իրոք փոխվում է, չի կարող 1700-ամյա մի մարմին, չի կարող անփոփոխ մնալ։ Բայց մեր եկեղեցուն հարկավոր է որոշակի ժամանակահատված, այն ինչ որ անում է վեհապար տերը իմ գնահատականով, դա յուրատեսակ էվոլյուցիոն գործընթաց է, աննկատ առանց ավելնորդ աղմուկի, որոշակի աշխատանքներ են տարվում, որոնք թույլ են տալի այսօրվա մեր եկեղեցուն դառնալ ավելի դիմակայուն ժամանակի մարտահրավերներին։ Պետք է նաև մենք տեր կանգնենք այդ աշխատանքին, փորձենք աջակցել դրան։ Եվ որոշակի մի փուլում եկեք այդ ժամանակ արդեն անդրադառնանք, թե այդ նոր եկեղեցին, այդ հզորացված եկեղեցին, ինչպիսի իրոք գործառույթ կարող է ստանձնել ազգի համար, մեր հանրապետության համար։ Ընդ որում կարող եմ մի փոքր բան ավելացնել պարոն Միրզոյանի ասածին։ Ենթադրում եմ, որ տողատակերում ասվում էր հետևյալը, որ բարեփոխումների այն ճանապարհը, որը պիտի անցնի, դա էվոլյուցիայով պայմանավորված օբյեկտիվ անհրաժեշտություն է, որի նախաձեռնողն ու իրականացնողը պիտի լինի բուն եկեղեցին եւ ոչ թե արտաքին օրակարգ պետք է որպես թելադրվի եկեղեցու, որ չգիտեմ մի քանի հերոսակախմբեր եկել են եւ որոշում են, որ իրենք պիտի բարեփոխեն եկեղեցին, իսկ դա օբյեկտիվ անհրաժեշտություն է եկեղեցու ներսում համընթաց քայլելու ժամանակի հրամայական դիջիտալ դարաշրջանի եւ զանգվածներ չկորցնելու հակառակը ձուլման հզոր մեքենայի դեմ, անկասելի մեքենայի դեմ Սփյուռքում եւ ինչու՞ չէ Հայաստանում արժեքային ձուլման մասին է խոսքը, եկեղեցին այդտեղ է, որ մեծագույն դերակատարում պետք է ունենա եւ առաջին քայլը, որ պետք է անի հենց եկեղեցին, այո, բարեփոխումների այն ճանապարհը անցնելն է, որը ներսից է գալիս։ Ես շատ լավ պատմական խճանկարը պատկերացնում եմ այդ իմաստով, որ 19-րդ դարի սկզբից դեռ, պարոն Միրզոյանը կեսերն է ասում, դեռ սկզբից, այսինքն 20-ականներից, երբ որ ներսես աշտարակեցու, այս ամբողջ էպոխան կարելի է հասկանալ եւ տեսնել, թե ցարական Ռուսաստանից սկսած մինչեւ Օսմանյան կայսրություն, մինչեւ Խրիմյան հայրիկ, մինչեւ հայ եկեղեցու կալվածների գրավում եւ այդտեղ շատ կարեւոր մի հանգամանք կա, որ մենք խոսում ենք ազգային եկեղեցու խնդրի մասին, 1903-5 թվականներ հայ-թաթարական կռիվները, ընդհանրապես Հարավային Կովկասում եւ հայ եկեղեցու կալվածների դեմ պատերազմը, որը սկսվել էր եւ որը շարունակվեց մինչեւ 1910-12 թվական տարբեր դատական գործընթացներով եկեղեցու ազգային լինելու, պատմազգային լինելու հանգամանքը հենց պայմանավորում է դրանով, որ քո ազգի զավակները, քո քաղաքական շարժումները, կուսակցություններն էին, որ պաշտպանեցին այդ կալվածները։ Եվ Հարավային Կովկասում հետագայում, այն ժամանակ այսօր Կովկասում հայկական էթնիկ տարի շարունակականությունը պայմանավորված էր կուսակցություններ կամ ազգային ֆիդայական շարժում եկեղեցի այդ շատ հետաքրքիր համադրությամբ աշխատանքի, կազմակերպչական աշխատանքի համադրությամբ, որով մի ամբողջ ցարական Ռուսաստան վերջում ընդունեց, որ այո, հնարավոր չէ միջամտել հայ եկեղեցու խնդիրներին եւ վեհապար հայրապետին չընդունել, օրինակ չճանաչել, շատ հետաքրքիր արխիվ կա ի վերջո, թե Օսմանյան կայսրությունը եւ ցարական Ռուսաստանը ինչպես են վերաբերվել։ Օրինակ ցարական Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետները, արտաքին գործերի նախարարները այն ժամանակ
հատուկ զեկույցներ են գրել ցարին, որ լավ եկեղեցին մենք մի քիչ փորձում ենք քանդել ես անել, բայց վեհափարին չդիպչեք, տեսեք ինչ հետաքրքիր բան է, որովհետև ինքը սիմվոլ է, որովհետև եթե դիպչես, նախ ստատուս ես տալիս, ստատուսը ընդգծում ես, բավական հետաքրքիր է դիվանագիտական գրագրության մեջ, դրա համար շրջանցել են օրինակ այդ ամբողջը ի տարբերություն մեր այսօրվա քաղաքական իրադարձությունների զուտ դա է ուզում ավելացնել։ Վերադառնալով ներկային եւ մի փոքր շեղվելով հոդվածի գաղափարին, ավելի շուտ հիմնական ինչն էր պատճառը, որ այդ հոդվածը ես գրեցի, ես կարծում եմ, որ մեր հասարակությունը պատրաստ չէ խորհրդարանական կառավարման։ Բացատրեմ ինչու։ Հատկապես 20 թվականի Արցախի պատերազմի եւ Արցախի կորուստից հետո սոցիալական համախմբվածություն չկա Հայաստանում, սա մեկ։ Դրանից առաջ էլ չկար, պատերազմից առաջ էլ չեմ կարող ասել, որ հասարակական համախմբվածություն կար Հայաստանում։ Երկրորդը խորհրդարանական կառավարումը եւ գոյություն ունեցող ներկա քաղաքական, ասենք, կուսակցությունները խորհրդարանում եւ այնինչ որ կատարվում է Հայաստանում, պառակտում է մեր հասարակությունը, պառակտված է մեր հասարակությունը, ուզենք թե չուզենք, ճիշտ է, ասենք, մենք չունենք ասենք էթնիկական, ռասայական պառակտում, բայց օրինակ եկեղեցու հարցում հասարակությունը պառակտված է, սա երկուս։ Հետո խորհրդարանական կառավարման դեպքում խորհրդարանական մեծամասնությունը վերածվում է մեծամասնության ռեպրեսիաների։ Սա էլ երրորդ պատճառը, որ հետևանքներն են, երբ որ հասարակությունը պատրաստ չի լինում խորհրդարանական կառավարման, ինչ կարող է տեղի ունենալ։ Նախագահական ռեպրեսիաներ հնարավոր չեն։ Հնարավոր են, ուղղակի սա սրեց այս կառավարման տեսակը սրեց պառակտումը հասարակության։ Հնարավոր են իհարկե, բայց փորձեր կան, որ խորհրդարանական կառավարումից պետությունները անցել են նախագահական։ Օրինակ 1960-ական թվականներին դա Բրազիլիայում տեղի ունեցավ, Ֆրանսիայում 1958 թվականին խորհրդարանականից ֆրանսիացիները անցան նախագահական, կարծեմ 21 թվականին Ղրղստանը նույնը արեց, մեր հարևան Թուրքիան երկար տարիներ ավելի ուժեղ խորհրդարանական էր, հետո Էրդողանը փոխեց ուժեղ նախագահականի։ Այսինքն իմ կարծիքով մեր հասարակությունը պատրաստ չի խորհրդարանական կառավարման մեկ, հետևաբար հոդվածի մեջ միտող է ճիշտ է գրվում, որ կլինի ապագայում Հայաստանը խորհրդարանական թե նախագահական, բայց ես բազմաթիվ ասենք նամակներ եմ ստացել, երբ որ մեր քաղաքացիները կարծում են, որ նախագահական կառավարումը ամենաարդյունավետն է Հայաստանի համար, բայց դա ուրիշ քննարկման հարց է։ Ուղղակի վերադառնալով քաղաքական օրակարգին եւ եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին պետական հռչակելու, ես կարծում եմ կառավարման կարողությունը պետք է բացատրվի ժողովրդին ընտրություններից առաջ եւ դրա հետ է կապված քաղաքական օրակարգը եւ գաղափարը, որ եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին հռչակվի որպես պետական, նաեւ ունի երևի կանխարգելիչ նաեւ ինչ-որ մի միջոց, որ երբևիցե, երբ որ դու ցույց ես տալիս, որ դու երբ որ գաս իշխանության սահմանադրություն կփոխես, որտեվ իրոք դա իմ կարծիքն է, այս կառավարման մոդելը, որ մենք ունենք, մեր հասարակությունը պատրաստ չի դրան։ Տարիներ, տասնյակ տարիներ պետք է տևի, որ դրան պատրաստվեց, երաշխիք էլ չկա, որ դա կհաջողվի։ Եվ ընդդիմությունը պետք է իր կարողությունը կառավարելու եւ ծրագիրը այլընտրանքային մոդելը ցույց տա ընտրություններից առաջ, սա մեկ։ Այսինքն այդ այլընտրանքների մրցակցությունը ես չեմ տեսնում։ Այո, կա բողոք, կա դժգոհություն, կա պարզապես ներկան մերժելու գաղափարներ, վիրավորանքներ եւ այլն, բայց մեծ լուրջ այլընտրանքային ծրագիր հաշվի առնելով եւ Արցախի կորուստը եւ մնացած բոլոր խնդիրները, այսինքն եկեղեցին պետական հռչակելու գաղափարը մեկն էր, որ երբևիցե որևէ իշխանության մտքով Հայաստանում ապագայում չանցնի խառնվել եկեղեցու ներքին գործերին
եւ տեղի ունենա այն, ինչ որ այսօր է տեղի ունենում, եւ երբ որ ես նշեցի ինստիտուցիոնալ կապերը եկեղեցի եւ պետության միջև, ի նկատի ունեմ նաեւ ադմինիստրատիվ կապը, դուք նշեցիք եկեղեցական դիվանագիտությունը, որը իմ կարծիքով շատ կարևոր գործոն է, Հայաստանում օրինակ չի եղել անկախությունից ի վեր հանրային դիվանագիտություն, հանրային դիվանագիտական լուրջ ինստիտուտներ մենք չենք ունեցել, փորձեր են արվել, բայց որևէ արդյունավետ, այսինքն ինչ որ արդյունքներ ես անձամբ չեմ տեսել, իսկ եկեղեցական դիվանագիտությունը դա կարող է շատ ակտիվ եւ հզոր գործիք դառնա, երբ որ ինստիտուցիոնալ կապով Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը եւ դեսպանությունները ամբողջ աշխարհով մեկ եկեղեցու հետ միասին աշխատեն։ Դեպքեր կան, դուք էլ հիշեք, երբ որ այսինքն Հայաստանի դեսպանը եւ այդ հյուրընկալ երկրի հոգեվոր առաջնորդը կարող է չշփվեն իրար հետ։ Միասին ընդհանրապես աշխատելու մասին, որը աննորմալ երևույթ է։ Հետևաբար այդ բայց եւ կան բազմաթիվ հակառակ դեպքեր։ Այո, բազմաթիվ հակառակ դեպքեր եւ հայ առաքելական եկեղեցին շատ է օժանդակել մեզ հայ դիվանագիտությանը 1991 թվականից ի վեր, բայց կարծում եմ պետական դիվանագիտությունն ու եկեղեցական դիվանագիտությունը կարող են իհարկե ծառայել մեր պետության համար եւ հետեւաբար շատ այդ ինստիտուցիոնալ կապերը կարող ենք երկար քննարկել։ Օրինակ, այն ինչ որ դուք ասում եք, պարոն Գասպարյան, Թուրքիան շատ հաջողությամբ կիրառել է տասնամյակների ընթացքում, հատկապես անցած դարի 60-ականներից սկսած։ Բայց այդտեղ կա երկու կարևոր հանգամանք, ձևավորվում է խորհրդային պետություն, անվերահսկելի, օրենքից վեր, որը կրոնա եւ կրոնական զգացմունքները ընդհանրապես ծառայեցնում է ֆաշիստական նպատակների իրականացման համար։ Օրինակ Անատոլիայում կամ Արևմտյան Հայաստանում 4000 քրդական գյուղ հավասարվել է գետնին 70-ականներից սկսած Մարաշի կոտորածներից սկսած, այսպես ասենք։ Այդ ամբողջը ինչ է արվել ծայրահեղ ազգայնամոլ խմբավորումների միջոցով կրոնական քողի ներքո։ Նույնությամբ ճիշտ այնպես, ինչպես այսօր տեղի ունենում Սիրիայում, Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում քրդերի նկատմամբ նույն քաղաքականությունն է։ Հիմա նորից վերադառնում ենք հարցին. արդյոք մենք որպես պետություն, որպես ինստիտուտներ, որպես քաղաքական համակարգի ինստիտուտներ, որպես կուսակցությունների մասին օրենքը որ բացում ենք, մենք տեսնում ենք այդտեղ եւ իրականության հետ ենք համեմատում դիսոնանս կա ընդհանրապես։ Արդյոք որպես մշակույթ, քաղաքական մշակույթի տակ մենք պատրաստ ենք վերցնել։ Իսկ ով պիտի վերցնի, դուք հանրային դիվանագիտության մասին եք խոսում, բայց քաղաքական համակարգի ինստիտուտներն են որ վերցնում են։ Գլխավորապես քաղաքական ուժերը, խմբերը, կուսակցությունները։ Հիմա կուսակցությունները մենք չենք տալիս, հետո հարց ընդհանրապես կուսակցական հավաքագրումը Հայաստանում եւ աշխարհում մեծ հաշվով, այսպես ասենք, գաղափարական ողի վրա է տեղի ունենում, թե այս ռոպեական, այսինքն դու ինչ որակի մտավորականությամբ ես ներկայացված այդտեղ, որոնք վերցնում են այդ թեման, ծամում են, շրջանառում են, քննադատում են, քննարկում են։ Մենք չունենք այդպիսի բան, այսինքն թիվ 1 օրակարգ է, նորից գալիս ենք դրան, որ դարձել է այս իշխանության քննադատությունը եւ չկա դրանից այն կողմ որևէ իրական այլընտրանքի մասին, գաղափարական այլընտրանքի մասին, հա։ Կամ նույն ազգային մոտեցումը, չեմ ասում ազգային մոտեցումը, որը արխետիպերի մեջ է արդեն տեղավորվում եւ աշխարհը մեզ չի ընկալում, դրա համար երբ որ ասում են, գիտես, ինչ սրբազան շարժում ես, ան ես դիտարկում եմ դա, որ դու ուրեմն գնում ես Իրան նման թեոկրատիկ պետություն հաստատելու։ Եվ այդտեղ շատ միարժեք չի կարելի ասել, որ թեոկրատական է։ Ասել կուզեի ես գաղափարի քննարկմանը եւ զարգացմանը երկու ձեռքով կողմ եմ։ Բայց այստեղ մի նրբություն պետք է հաշվի առնել։ Ինչ կարող եք երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ պիտի ամրագրվի նվազագույնը 2 դրույթ, որով Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավար օղակի ներկայացուցիչը նախ պիտի կրթված լինի եւ երկրորդ մորալ առումով, արժեքային առումով այնքան հագեցած պետք է լինի, որ մենք նմանատիպ վիճակներում չկանգնենք։ Այսինքն դուք մեջբերում եք
բրիտանական օրինակը կամ նորվեգիական օրինակը, մի հատ կրթական ցենզը նայեք, մի հատ պալատական, այսպես արժեքային ժառանգությունը նայեք։ Եվ մենք հիմա փորձենք Հայաստանում դա կիրառել, անկեղծ ասած, պարոն Աբրահամյան դատավորի օրինակ է բերում, իսկ տասնյակ օրինակներ դուք էլ կարող եք տալ։ Մարդը, որը մարզպետ է աշխատում, որը չգիտի արական սեռի ներկայացուցիչ է, թե առու է պարզապես։ Այսինքն ասում է ձայնը չբարձրացնես։ Մեր վախտը բերել է ընդամենը քաղաքապետ էր, եթե չեմ սխալվում։ Քաղաքապետ։ Եվ հիմա անկեղծ ասած, եթե ժամանadrության մեջ համապատասխան կարգավորումներ պիտի դրվեն, խնդրեմ, նստենք խոսենք այդ ամեն ինչի մասին, որ Հայաստանի վարչապետը կամ չգիտեմ ով պետք է ունենա այս իդեպ ինչու ենք հեռու գնում։ Նույն Բրիտանիան, անգլիկան եկեղեցու հետ հարաբերությունների կարգավորումը նախ դարերի ընթացքում է տեղի ունեցել, մի 200 տարի նվազագույնը տվել է, մինչև հասել է այն մակարդակին, ինչ մենք այսօր ունենք, եւ այն ժամանակ էլ էր Նիկոլական Հայաստան էր այդ ժամանակ Բրիտանիայում, ով ինչ ուզում, ինչպես ուզում, այսպես վերաբերվում էր եկեղեցու, մինչև բուրժուա դեմոկրատական հեղափոխությունները եւ արդյունաբերական հեղափոխությունը, այսպես Եվրոպայում արդեն վերածվեց ինստիտուցիոնալ մակարդակի, եւ որ կարողացան եկեղեցու հետ Կրթությունը իհարկե շատ ցավոտ թեմա է եւ երկար կարելի է խոսել դրա մասին։ Ես նույնիսկ պատճառահետևողական կապ եմ տեսնում վատ կրթության, թերի կրթության եւ դա պատճառն է, իսկ հետևանքը այսօրվա կառավարումն է, բայց դա երկար տարիների խնդիր է եւ իհարկե Հայաստանի կրթական համակարգը լուրջ ռեֆորմի կարիք ունի, բայց մենք չենք կարող սպասել, դա տարիներ կտևի եւ դրա համար էլ այսինքն մարդիկ, որոնք պատրաստ են ու կարողություն ունեն այդ փոփոխությունները անել, հետո իրենց հետևից տանել մյուսներին, իմ կարծիքով դա պետք է արվի, որովհետեւ կրթությունը ամենալուրջ, տագնապալի խնդիրներից է, ամբողջ կրթական համակարգը։ Պարոն Աբրահամյանը անդրադարձավ այդ եպիսկոպոսների գաղափարին, որ խորհրդարանում եպիսկոպոսներ լինեն, իմ կարծիքով դա թեմերի առաջնորդները պետք է լինեին եւ իհարկե մայր աթոռից 1-2 բարձրաստիճան հոգեվորական եւ նորից եմ ասում, ոչ թե ընտրությամբ, այլ սահմանադրական կարգով, իհարկե պետք է բացառել անպայման պետք է ապահովել անկախությունը եպիսկոպոսների խորհրդարանում, եթե երբևիցե այդպես մի բան լինի։ Տողարյան Վարդանը մեր դեսպանը, նախկին դեսպանը Ռուսաստանում առաջարկել արել այս հոդվածի հետ կապված, որ Էջմիածինը վերանվանել Սուրբ Էջմիածին եւ դուրս հանել բոլոր այդ ադմինիստրատիվ միավորներից եւ լինի որպես առանձին միավոր եւ նրա կարծիքով Հայաստանի խորհրդարանը նաեւ կարծիք ունի 2 պալատների եւ այդ եպիսկոպոսները կարող են լինեն վերին պալատում, որը ավելի փոքր պալատ կլինի, ընդ որում դա նույնը Անգլիայի խորհրդարանում է։ Լորդերի պալատում են եպիսկոպոսները եւ նաեւ նա առաջարկել էր Սփյուռքի ներկայացուցիչները, որ լինեին այդ վերին պալատում։ Այսինքն գաղափարը վատ չէ եւ կարծում եմ կիրառելի է ապագայում, իսկ դուք ինչ եք կարծում, պարոն Միրզոյան։ Նախ ես կուզենայի անդրադառնալ այն հարցին, թե որ դուք հիշատակեցիք, որ մեր ժողովուրդը այսօր պատրաստ չէ խորհրդանական համակարգին։ Դեք իմ կարծիքով խնդիրը այնուամենայնիվ ժողովուրդը չէ, այլ այն Ես ասացի հասարակությունը, նկատի ունեմ նաև կուսակցությունները։ Այլ այն պարզ եւ ակնհայտ հանգամանքը, որ մենք այսօր չունենք կուսակցական համակարգ կայացած։ Կարծում եմ չափազանցություն չի լինի ասել, որ ողջ Հայաստանում, որտեղ մենք ունենք, եթե չեմ սխալվում, մոտ 130 թե քանի տարբեր գրանցված կուսակցություններ եւ ոչ պակաս քանակությամբ դեռևս չգրանցված, բայց գրանցման փուլում գտնվող կազմակերպություններ եւ կառույցներ, եթե ձեզ հարցնեն, թե որն եք դրանցից գնահատում որպես կայացած կուսակցություն, ապա բավական է ընդամենը 1-2 անուն տալ եւ դրանով ավարտել։ Այսինքն այդ հանգամանքներում խոսել խորհրդանական էֆեկտիվ գործող խորհրդանական համակարգի մասին իհարկե մի քիչ չափազանցություն է եւ դրա համար նույնիսկ մեր այսօրվա խորհրդանական համակարգը ինքը եթե ուշադրություն դարձնում է գնալով ավելի եւ ավելի է նմանվում
իր որոշումներով, աշխատավոճով եւ այլն նախագահական համակարգին, հա, ընդ որում նախագահական համակարգին ամենա իր վատ դրսևորումներով այն համակարգը, որը մենք այսօր ունենք Հայաստանում, իր վարվելակերպով, իր արբող քայլերով շատ ընդհանրություններ ունի, օրինակ Թուրքիայի նախագահական, հա, այդ համակարգի հետ Էրդողանի օրոք ձևավորված, որը համարվում է աշխարհի ամենածայրագույն օրինակներից մեկը նախագահական համակարգի։ Այդ առումով իհարկե մենք պետք է նախ եւ առաջ մտածենք մեր մեջ խորհրդանական կուսակցական համակարգի կայացման մասին։ Այսինքն Հոդված այդ առաջարկը ունի։ Այո, Պարոն Աբրամյանն էլ նշեց, քանի որ կներեք, այսինքն 120-ից ավել կուսակցություն այս փոքրիկ Հայաստանում դա աբսուրդ է, եւ հոդվածը առաջարկում է ունենալ ամենաշատը 5 կուսակցություն բայց Հայաստանում։ կներեք, դա մի քիչ վոլունտարիստական մոտեցում է, որ 5 կուսակցություն եւ վեր։ 5 թիվը ինչով է պայմանավորված։ Ես հասկանում եմ տրամաբանությունը, որ պետք է լինի մեկ լիբերալ, պատմական կուսակցություններ եւ ասենք թե բանը մենք 3 մեր ավանդական կուսակցությունները հիմա 3 ավանդական կուսակցություններից մենք այսօր ունենք ակտիվ գործող հայրապոխական դաշնակցություն։ հա, եկեք դա ընդունենք Իհարկե։ հա, թող չնեղանան մեր ռամկավար եւ հնչակ բարեկամները, ընկերները, բայց փաստը մնում է Մարդկանց պետք է բերել Հայաստան, պետք է աշխատել։ Չէ, բայց ի վերջո ժամանակին, երբ որ ստեղծում են այդ կուսակցությունները, իրենք ստեղծում են ոչ թե նրա համար, որ մենք ունենանք 3 ավանդական կուսակցություն, իրենք արտացոլում էին այն ժամանակվա հայ հասարակության մեջ գաղափարական գաղափարական պատկերը, հա։ Եվ ուշադրություն դարձեք, ռամկավարները իրենք ավանդաբար համարվում են ավելի պահպանողական, չէ։ Լիբերալ բուրժուական կուսակցություն է։ Հա, արմենականների հիմա շարունակություն։ Հնչակներն էլ սոցիալ-դեմոկրատները։ այն, որ կուսակցական համակարգը պետք է պարզեցվի, պետք է մտածել ինչ-որ մի մեխանիզմներ իմ գնահատականով, որոնք թույլ կտան բացառել մարդ կուսակցությունների ստեղծումն ու ձևավորումը, հա։ Մենք բազմաթիվ օրինակներ ունենք, որ կուսակցությունը, որ ունի շատ գեղեցիկ անվանում, բայց երբ որ խորանում ես, ուզում ես հասկանաս ինչի մասն է այդ անվանումը, ինչի մասն է այս կուսակցությունը, բարձում է, որ կուսակցության անդամներն են կուսակցության առաջնորդը Կինը եւ զոնքանչ։ եւ երբեմն դիմացի բանը, դրկից հարևանը։ Դրա համար, այսինքն գաղափարը հետեւյալն է բացառել այդ փոքրիկ կուսակցությունները եւ քաղաքական դաշտը մաքրել։ Այսինքն այդ առումով, եթե մենք իրոք կարողանում ենք ձևավորել ինչ-որ մեխանիզմներ, որոնք թույլ կտան ի վերջո կուսակցությունների ստեղծման գործընթացը Հայաստանում կանոնակարգել, առողջ հենքի վրա դնել, դա իրոք մեծ քայլ կլինի, բայց նախապես դնել ինչ-որ մի նպատակ, որ մենք ունենալու ենք սա եւ այլ բան մենք չենք ուզում, ես այդ ճանապարհով չէի գնա, որտեղ այսօր հասարակությունում արկային շատ հետաքրքիր տրամադրություններ, սկսած մինչեւ ծայրահեղ ազգայնական։ Հիմա մենք ինչ է արգելելու ենք այդ մարդկանց իրենց տեսակետը արտահայտել։ Գնան դաշնակցություն։ Այսինքն դաշնակցությունը պետք է վերցնի իր վրա այդ բեռը։ Այո։ Դաշնակցությունը ազգայնական չի հենց ամբողջ խնդիրը, այլ ազգային է։ Եվ սոցիալիստական դաշնակցությունը 5 կուսակցությունը ինքը գիտի իր ուղին եւ այդ ուղիով անշեղորեն շարունակում է գնալ։ Եվ այստեղ նայեք, պարոն Աբրամյան մի երկու անգամ անդրադարձավ այդ որոշակի քանակությամբ իրավաբանների անհրաժեշտության մասին խորհրդարանում, նայեք, մենք 4 հոգի ենք, ոչ մեկս իրավական կրթություն չունենք, հա, բայց թույլ ենք տվել մեզ նստել եւ քննարկել որոշակի իրավական կշիռ ունեցող հարցեր, հա։ Միգուցե այդքան էլ կարևոր չէ իրավաբանական կրթության արկայությունը, նման որ փորձը ցույց է տալի, որ իրավաբանական կրթության արկայությունը դա երաշխիք չէ, որ մարդ լինի կներեք կատարյալ ապուշ։ Հակառակը։ Իրավաբանական կրթության արկայության դեպքում դա ողբերգություն է, երբ որ մարդ մի հատ է կատարյալ ապուշ է։ Միգուցե մեկ այլ չափանիշ։ Իսկ եթե կրկնակի կատարյալ ապուշություն է ստացվում, Ես հիմքը վերցրել Դա եմ ողբերգություն է։ Ես հիմքը վերցրել եմ կներեք Միացյալ Նահանգների կոնգրեսը եւ տարիներ շարունակ նայելով
կոնգրեսում իրավաբանների, այսինքն նախկին դատավորներ, դատախազներ, փաստաբանների 60-ից 70% հետո նվազում էր։ Դա միայն Միացյալ Նահանգներում չէ, բազմաթիվ երկրներում, բայց պարզ է, նրանց իրավաբանական դպրոցներն են ավելի լավը։ Բայց միևնույն է, պետք է փորձել ձգտել լավին, չեմ համեմատել Աֆրիկայի պետությունների խորհրդարանների։ Ես ձեզ ասեմ, Աֆրիկայի խորհրդարաններում էլ նույնպես մեծ թվով իրավաբաններ են ներկայացված։ Պարտադիր չի, ոչ բոլորում։ Հա, միգուցե գնանք հենց այդ ճանապարհով, որ մարդիկ, որոնք ունեն որոշակի փորձառություն, որոշակի, չգիտեմ, ունակ են արտաբերել որոշակի օգտակար միտք, գաղափար։ Եվ կենսագրություն պետք է ունենան եւ փորձ, ոչ միայն աշխատանքային, այլ նաեւ կյանքի։ Այդ ամենը պահանջում է բավականին դժվար հանրային քննարկում։ Ես օրինակ շատ ուրախ կլինեմ, եթե այսօրվա զրույցի մասնակիցները անմիջապես այս հաղորդման եթեր գնալուց հետո ենթարկվեն անխնա քննադատության, այդ թվում նաեւ ես, հա, բայց այդ գնով կարողանանք ինչ որ մի դիսկուրս, հա, գրգռել, բորբոքել, հա։ Ընդ որում ես շնորհակալ եմ բոլորից հետ այս քննարկման համար, այս քննարկումները պետք է շարունակեն, քանի որ հոդվածի երկրորդ հենասյունը Սփյուռքն է եւ Սփյուռքի ավելի ակտիվ մասնակցությունը Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, շնորհակալ եմ բոլորից հետ, շատ արդյունավետ քննարկում էր, մինչև մյուս հանդիպում։